Ucom-ն ու Armflix-ը ներկայացնում են պրեմիերա 13 վայրկյան զվարճալի հետաքրքիր ու արկածային դետեկտիվ կատակերգություն միայն Uplay-ի բաժանորդների համար։ Ծիծաղ, լավ դրամատրություն եւ անկրկնելի դերասանական խաղ։ 16 սերիայից բաղկացած կատակերգության գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղչյանն է, գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է։ Գլխավոր հերոսները սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Լիանա Վանոյանն են։ Այս նախագիծը տարբերվում է հայկական շուկայի մյուս կատակերգություններից նրանով, որ ինքը ոչ թե հեռուստատեսային ամերիկյան սիթքոմի կանոնների նախագիծ է, այլ ինքը եվրոպական իրադարձությունների կոմեդիա է։ Ես միշտ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողը այդ տարբերությունը հասկանա ու հիմա լավ առիթ է, որ այդ տարբերության մասին երկու բառ ասեմ, գոյություն ունեն հեռուստատեսային սերիալներ եւ բազմասերիանոց ֆիլմեր։ Մենք շատ հաճախ այդ երկու հասկացությունները իրար հետ խառնում ենք ու հիմա շատ կարևոր է հենց այս նախագծի հետ կապված այդ շեշտը, որ ինքը հեռուստատեսային սերիալ չի, ինքը բազմասերիանոց ֆիլմ է եւ իր տեխնիկական եւ դրամատուրգիական եւ բովանդակային այդ ամեն ինչով եւ վիզուալ ամենավերջում, երբ որ հեռուստադիտողը կամ դիտողը տեսնելու է կադրը, ինքը բազմասերիանոց ֆիլմ է։ Ամենակարևոր բանը մեր շուկան, սերիալների շուկան սկսում է փոխվել ու առաջինը բացի կադրի որակ եւ այլն, ամենառաջինը, որ էպիզոդիկ տեսարաններում նկարահանվում են բացառապես դերասաններ։ Չկան մարդիկ պատահական, ովքեր որ գալի ուղղակի տեքստ են ասում, բոլորը դերասաններ են ու հեռուստադիտողը, հանդիսատեսը իրեն շատ ծանոթ դեմքերի կտեսնի, բացի Մկոյից ու Լիանայից, շատ անակնկալներ կտեսնի։ Լիանա Վանոյանը մարմնավորում է քննիչ Մոնիկայի կերպարը։ Նա իր գործընկեր Սերոփի հետ արդեն երկար ժամանակ աշխատում է թմրանյութերի ամենամեծ ներմուծողին բացահայտելու ուղղությամբ։ Սակայն Մոնիկայի ու Սերոփի բոլոր ջանքերը կարծես թե ապարդյուն են։ Նրանց բազմաթիվ փորձերը ձախողվել են ու Մոնիկան հուսահատության եզրին է, սակայն Սերոփի հերթական հեռախոսազանգը փոխում է ամեն ինչ։ Սերոփը Մոնիկային տեղեկացնում է, որ ինքը շատ կարևոր բացահայտում է արել։ Մոնիկայի մոտ շտապելու ժամանակ Սերոփը վթարի է ենթարկվում ու հայտնվում կոմայի մեջ։ Չնայած ոստիկանությունը վստահ է Սերոփի վթարը դժբախտ պատահար է, Մոնիկան համոզված է։ Սերոփին փորձել են վերացնել։ Հասկանալով, որ միայնակ դժվար թե կարողանա գործը գլուխ բերել, Մոնիկան դիմում է Մայիսի օգնությանը։ Կատակերգությունում Մայիսին մարմնավորում է սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Մայիսը նախկին սպա է, համակարգի լավագույն կրիմինալիստներից մեկը, սակայն առողջական խնդիրներով պայմանավորված նա դուրս է եկել համակարգից։ Մայիսը հատուկ գործողություններից մեկի ժամանակ կոնտուզիա է ստացել, ինչի հետևանքով երբեմն կարծես կորցնում է իրականության զգացումը, ու դա տևում է ընդամենը 13 վայրկյան։ Այդ պահին Մայիսը մեկ մոռանում է ամեն ինչ, մեկ ընկնում այլ իրականություն։ Նրա աչքին անցորդները կարող են երևալ որպես նախկին հանցագործներ, երբեմն Մայիսը ոչ ոքի չի ճանաչում։ Մայիսն ու Մոնիկան սկսում են գործի քննությունն ու շատ արագ համոզվում, որ իրոք Մոնիկայի գործընկերոջ հետ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ։ Այժմ նրանք երկու խնդիր ունեն՝ մի կողմից ապահովել գործընկերոջ անվտանգությունը հիվանդանոցում, մյուս կողմից բացահայտել մեղավորներին։ Սակայն ամեն բան գնալով ավելի բարդ ու վտանգավոր է դառնում։ Աստիճանաբար բացահայտելով գործի մանրամասները, Մայիսի համար պարզ է, հանցագործության հետևում կանգնած է քաղաքի ամենախոշոր կրիմինալ խմբերից մեկի ղեկավարը։ Ի վերջո, Մայիսին հաջողվում է բացահայտել թե գլխավոր չարագործին, թե նրա հետ գործակցող ոստիկանության պաշտոնյային, նրանց ուղարկելով ջաղերից այն կողմ։ Սակայն այս ամենը տեղի է ունենում ծիծաղաշարժ ու զավեշտալի պատմությունների արդյունքում։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք 13 վայրկյանից եւ ոչ մի վայրկյան։ Դիտեք Uplay AM-ում։ Uplay-ն ու Armflix-ը ներկայացնում են զվարճալի, հետաքրքիր, արկածային, միայն Uplay-ի բաժանորդների համար։ Նոյեմբերի 18-ից մեկնարկում է 13 վայրկյան դետեկտիվ կատակերգությունը։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք 13 վայրկյանից եւ ոչ մի վայրկյան։